Ողջույն բոլորին, այս տեսանյութում եւս ուզում եմ խոսել 2026 թվականի թվագիտության մասին, բայց այս անգամ թվագիտության աստղի մասին։ Ինչպես պարզել ձեր 2026 թվականի անձնական աստղը ծննդյան ամսաթվի միջոցով։ Թվագիտությունն օգնում է մեզ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Այն կարող է հուշել ելքը դժվար դրությունից եւ օգնել ձեռք բերել ներքին վստահություն։ Նոր 2026 թվականին առաջարկում եմ ձեզ հաշվարկել ձեր անձնական աստղը, երջանկության եւ հաջողության կոդը։ Տարեսկզբին շատերը տալիս են նույն հարցերը, ինչպիսին կլինի իմ անձնական տարին, սպասել արդյոք վառ փոփոխությունների, հաջողության, նոր ծանոթությունների, թե սա կլինի մեկուսացման եւ ներքին աշխատանքի շրջան։ Թվագիտությունը, ճակատագրի թվի մասին 5 գիտությունը, օգնում է գտնել այս հարցերի պատասխանները եւ կանխատեսումներն ավելի անհատական դարձնել, քան ցանկացած ընդհանուր հորոսկոպ։ Կատարեք ձեր անձնական աստղի հաշվարկը արժեքավոր հուշումներ ստանալու համար։ Ինչպես հաշվել ձեր աստղը 2026 թվականի համար։ Թվագիտության մեջ տարվա աստղը անվանում են անձնական տարվա թիվը։ Սա միանիշ թիվ է, որը ձևավորվում է ձեր ծննդյան ամսաթվից եւ տվյալ տարվա թվից։ Հաշվարկի քայլեր ինչպես պետք է հաշվել։ Գրեք ձեր ծննդյան օրը եւ ամիսը, օրինակ, եթե ծնվել եք հունվարի 17-ին, եթե ավելի բարձր ժամանակահատված է, օրինակ 29-ը 12-րդ ամիս, 31-ը 12-րդ ամիս եւ այլն։ Գումարում եք օրվա եւ ամսվա թվեր, ինչպես որ նախկինում էր։ Դուք ստացել եք նախկինում բավականին բարձր թվեր։ Այդ բարձր թվերը իրար մեջ պետք է գումարեք։ Օրինակ ստացել եք 43, պետք է գումարեք 4-ին գումարած 3 հավասար է 7։ Եթե ստացել եք 38, 3-ին գումարած 8 լինում է 11, եւս 11-ը եւս իրար մեջ պետք է գումարեք, 1-ին գումարած 1 լինում է 2։ Այսինքն դուք վերջում պետք է ստանաք միանիշ թիվ, 1-ից մինչև 9 թիվ, ոչ ավել։ Եթե 10 է լինում, դա արդեն 1 գումարած 0 հավասար է 1։ Բայց մնացած թվերը, որոնք որ բարձր են, պետք է պարտադիր իրար գումարել։ 39-ը նույնպես, 3-ին գումարած 9 հավասար է, ինչ է հավասար, 12։ Եվ 12-ը նաև 1-ին գումարում եք 2, ստանում եք 3։ Այնտեղ 40 կարող եք ստանալ, 41 կարող եք ստանալ, կախված է ըստ, օրինակ 3-ին գումարած 7, եթե 37 է, 3-ին գումարում եք 7, ստանում եք 10, ինստինքտյան 10 արդեն 1 է, որովհետև 1-ին գումարած 0 լինում է 1։ Եվ այստեղ մեր հաշվարկների մեջ օրինակ ծնվել եք հունվարի 17-ին։ Գումարում եք օրը եւ ամսվա թիվը իրար։ Եվ վերջին տարեթիվը, մեր այս 2026 թվականի թիվը դա 1-ն է։ Պարտադիր չի, որ դուք 2026-ը գումարեք իրար, դա 1 թիվ է լինում։ Եվ ի վերջո, ձեր ստացած թիվը, օրինակ ստացել եք այնտեղ 2, 3, 4, եթե թեկուզ բարձր թվեր են եղել, մի քանի անգամ եք իրար գումարել, ինչպես որ 38-ը, 39-ը, այդ ժամանակ եւս մեկ անգամ էլ գումարում եք իրար։ Օրինակ, եթե մեր տարբերության մեջ, մեր հաշվարկների մեջ, այստեղ հունվարի 17-ին դա ստացվում է 18, 17-ին գումարած 1 լինում է 18, եւ 2026 թվականը դա ինքնին 1 թիվ է լինում։ Այդ դեպքում ձեր օրվա եւ ամսվա թվի գումարը 18-ը գումարում ենք 1 եւ ստանում ենք 19։ Այսպես թե այնպես 19-ը 9-ից է, 19-ը 9-ից մեծ է, դրա համար 1-ին գումարում ենք 9 եւ ստանում ենք 10։ Այսպես թե այնպես ի վերջո գալիս է լինում 1։ Եթե կդժվարանաք հաշվարկել, դուք ընդհանրապես գրեք ձեր օրը, ամիսը, բայց ինձ թվում է դժվարություն չկա, կարող եք հաշվիչ օգտագործել, գումարել իրար, ստանալ օրինակ 43, ստանալ 38, հետո 3-ը գումարել 8-ի, ստանալ 11, հետո 11-ը 1-ին գումարել 1, ստանալ 2։ Թվագիտությունը դա է, իրար մեջ գումարելն է դա։ Երբ որ ստանում եք մեծ թիվ, գումարում եք իրար։ Ընդհանրապես դա է թվագիտությունը։ Բոլոր թվերը 27, 38, 29, նույնն էլ 29 կարող է լինել, 2-ին գումարած 9 լինում է բնականաբար 11 եւ այդպես եւս 1-ին գումարում ենք 1, ստանում ենք 2։
Ոչ մի դժվարություն չկա, եթե կդժվարանաք գրեք, բայց միայն իհարկե մեծ տարիքի մարդիկ, որտեղ երիտասարդները չեմ կարծում մի քիչ դժվար լավ չի լինի, որ չկարողանաք իրար գումարել։ Օրը, ամիսը գումարում եք իրար եւ գումարում եք մեկ թիվ, ընդամենը դա։ Եվ վերջում պետք է ստանաք միանիշ թիվ, 1-ից մինչև 9։ Եվ իհարկե մենք արդեն շարունակենք, եթե ստացել եք մեկ թիվը, ապա դա նոր սկզբների տարի է ձեզ համար, առաջնորդի աստղ է համարվում։ Մեկը խոստանում է ակտիվություն, թարմ մեկնարկներ և ինքնադրսևորվելու հնարավորություն։ Համարձակորեն սկսեք նոր նախագծեր, հաստատեք նոր ծանոթություններ, մի վախեցեք ռիսկից և ձեր գաղափարները առաջ մղելուց։ Նորացման էներգիան այս տարի ձեզ առավելություն է տալու։ Եթե ստացել եք 2, դա ներդաշնակության և գործընկերության տարի է համարվում, դիվանագետի աստղ։ Կարևոր են միասնությունը, փոխզիջումը, աջակցությունը և բարեկամությունը։ Հոգ տարեք մտերիմների մասին, գտեք համախոհներ, բարելավեք հարաբերությունները։ Հաջողություն կգա բարության և պայմանավորվելու կարողության միջոցով։ Եթե դուք ստացել եք 3 թիվը, դա ստեղծագործության և ներշնչանքի տարի է։ Արտիստի, դերասանի աստղ է։ Բացվում է ինքնաարտահայտման շրջան։ Սովորեք, սկսեք հոբբի, ընդլայնեք ընկերական շրջապատը և կիսվեք զգացմունքներով։ Փորձեք նոր դերեր, տարին կպարգևի շփման ուրախություն և ստեղծագործական հաջողություններ, եթե չկանգնեք մեկ տեղում։ Եթե ստացել եք 4, կարգուկանոնի և աշխատանքի տարի է, պրակտիկի աստղ։ Պետք է աշխատասիրություն և ամուր հիմք կառուցել։ Իրականացրեք գաղափարները գործնականում, ամրապնդեք դիրքերը, առողջությունն ու ֆինանսները։ Այն ամենը, ինչը արվում է բարեխղճորեն, երկար կմնա ձեզ հետ։ Պլանավորումը կդառնա նոր հաղթանակի աղբյուր։ Եթե ստացել եք 5 թիվը, փորձությունների և ազատության տարի, ճանապարհորդի աստղ։ Սպասեք անսպասելի իրադարձությունների։ Կյանքը կցանկանա զարմացնել ձեզ։ Լավ ժամանակ է ճանապարհորդությունների, տեղափոխությունների, կրթության և նոր հետաքրքրությունների համար։ Եղեք ճկուն, և մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք մարդկանց, ովքեր կփոխեն ձեր կյանքը։ Եթե ստացել եք 6, ընտանիքի և պատասխանատվության տարի, խնամքի աստղ։ Կենտրոնում տունն ու մտերիմներն են։ Հոգ տարեք ավագների մասին, կառուցեք ընտանեկան ներդաշնակություն, զբաղվեք տան բարեկարգմամբ և դիրքերի ամրապնդմամբ։ Ավելացրեք պատասխանատվությունը և կստանաք իսկական երջանկություն։ Եթե ստացել եք 7, դա ներքին իմաստության տարի է, միստիկի աստղ։ Այս տարում օգտակար է մեդիտացիան, ինքնազարգացումը, հին գիտելիքներին կամ նոր դասընթացներին անդրադառնալը։ Լսեք ինտուիցիային և մի ձգտեք արտաքին աշխարհի աղմուկին։ Դանդաղ մեկնարկը ավելի հաջող կլինի, քանի որ հանգստության մեջ են ծնվում ամենաարդյունավետ գաղափարները։ Եթե դուք ստացել եք 8 թիվը, նյութական հաջողության տարի, կարիերայի աստղ, բարեկեցության շրջան է, հնարավոր է կարիերայի աճ, ֆինանսական հաջողություններ, անշարժ գույքի ձեռքբերում կամ երկար սպասված պատասխաններ։ Օգտագործեք կամքի ուժը, եղեք գործնական և տարին ձեզ կպարգևատրի հաջողությամբ։ Եթե դուք ստացել եք 9 թիվը, ավարտի և արդյունքների ամփոփման տարի, ուսուցչի աստղ։ Ավարտեք հին նախագծերը, բաց թողեք անցյալը, ներեք վիրավորանքները։ Սա մաքրման, ներման և խոր ներքին աճի տարի է։ Ապագայի ծրագրերը կսկսեն ձևավորվել տարվա ավարտին։ Մի շտապեք և հետևողականորեն փակեք անցյալի դռները։ Օգտագործեք ձեր թվագիտական աստղը որպես տարվա կողմնացույց։ Հիմնվելով թվերի հուշումների վրա, լսեք ինտուիցիայի ձայնը և ծրագրեր կազմեք ձեր անձնական ցիկլի ուժեղ կողմերի հիման վրա։ Թող 2026 թվականը դառնա ներքին ուժի, ներշնչանքի և իրականացած երազանքների ժամանակը։